Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է ապրիլի 24-ի համար։ Մեզ համար շատ կարևոր օր է այսօր։ Ես ինքս էլ գալու եմ ամուսնուս հետ, գալիս եմ Հայաստան։ Երկու օրով երևի կգանք։ Այսօր դուրս կգանք, մինչև 24 առավոտյան արդեն այդտեղ կլինենք։ Բոլորիս համար է այսօր իրոք կարևոր եւ չպետք է մոռանալ։ Երբ որ այցելում են այնտեղ, երբ որ գնում են հանգստանալու այնտեղ, չպետք է ուղղակի մոռանան։ Ամեն մարդ ինքը պետք է հարգի իրեն, իր նախնիներին, ամեն ինչ որ կատարվում է իր հայրենիքում։ Եթե չի հարգում, դիմացին ինչի պիտի հարգի։ Բացարձակ։ Օրը չորեքշաբթի է, իհարկե աշխատանքային օր է, ես էլ մի փոքր ոնց որ թե հիվանդանում եմ, օդը փոխելուց հետո անմիջապես այս վիճակում եմ լինում մշտապես։ Գնանք, տեսնենք մեզ բոլորիս ինչ է սպասվում։ Գնանք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին ապրիլի 24-ին։ Հարգելի խոյեր, այդ օրը մի փոքր կհուզվեք, հնարավոր է նաև արտասվում եք։ Ոմանք ամուսնության առաջարկ կստանան, ոմանք սիրո խոստովանություն, ոմանք ոչ թե մարդկանց հետ կարող են գործարք կնքել, նաև ամուսինը վերադառնա տուն, կամ ընտանիքում շատ կարևոր օր է այդ օրը։ Նաև հանկարծակի լուր կլսեք, որը կարող է նաև այդպես բոմբի նման պայթի։ Կարող է շատ այդպես նաև այնպիսի մի բան լինի, որ փուչիկի նման լինի։ Նա ինքը փուչիկի նման պայթում է, բայց փուչիկի նման դատարկ է, իր մեջ ոչինչ չկա։ Ուղղակի պետք է դա հաշվի առնել։ Եվ եթե ինչ-որ մի բաներ պետք է ստորագրեք այդ օրը եւ այլն, ինչ-որ շատ կարեւոր բաներ, ապա ուշադիր եղեք, մի վստահեք ամեն մեկին։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին ապրիլի 24-ին։
Հարգելի ցուլեր, այդ օրը ինչ-որ հարցում ելք եք փնտրելու, ինչ-որ բան է, նաև դա կարող է լինել վատ լուր, նաև ուղղակի ինչ-որ մի հարցում ելք փնտրել։ Հեռախոսազանգ ունեք կամ դուք կզանգարեք կամ ձեզ կզանգարեն, նաև ոչ է լուսավոր մի բան տեղի կունենա ձեզ հետ, հանկարծակի դա կարող է լինել հաջողություն կամ նաև այնպիսի մի բան է, որը որ ձեզ համար հաջողություն կբերի հետո, որովհետև սկզբում ոչ է մի լուսավոր մի բան է տեղի ունենում, հետո կամ դուք եք կտրուկ ոչ է քայլանում կամ անսպասելի ինչ-որ մի բան է տեղի ունենում եւ դրանից հետո եւս հաջողություն է լինում։ Դա արդեն երեկոյան ժամերին։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին ապրիլի 24-ին։ Հարգելի եկվորյակներ, այդ օրը երկար սպասված ոչ է նամակ տեղեկատվություն կարող եք ստանալ, նաև փոստաթուղթ է, որից հետո կարող եք հուզվել, նաև կարող եք արտասվել, հետո հանդիպում կամ շփում ոչ է տղայի հետ, կարող է նաև այդ տղան է ձեզ գրում դրա համար եք հուզվում, կարող է ձեր տղայից եք լուր լսում, ինչ-որ մի բան է կամ այդ տղան է ձեզ լավ բան ասում։ Կարիերայի հետ կապված փոփոխություն, բայց այդքան էլ շատ չի, հա, ինչ-որ չնչին փոփոխություն է, կնկատեք։ Ոմանք նաև օրվա ընթացքում կարող են պարկել, հանգստանալ, ոմանք նաև հենց դա է, մի քիչ եք աշխատել, ուզում եք հանգստանալ։ Ոմանց համար էլ սա ինտիմ հարաբերություններ է։ Եվ երեկոյան կտատանվեք, կգցեք, կբռնեք, ինչ-որ բաների շուրջ, կմտածեք, այդպես ծանրութ հետև կանեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին ապրիլի 24-ին։
Հարգելի խեցգետիններ, այդ օր ինչ-որ մի բան է փակ, ինչ-որ չափով ձեր ձեռքում է, ինչ-որ չափով եթե ելք փնտրեք, ճիշտ ուղղությամբ փնտրեք, իհարկե, կկարողանաք այն բացել։ Նաև գումար կարող եք ստանալ, նաև գումար կարող եք ծախսել։ Եվ ճանապարհ եք գնալու իրիկունը կամ ձեր տուն կարող են գալ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կառույցներին։ Ինչ է սպասվում հարուստներին ապրիլի 24-ին։ Հարգելի առուստներ, այդ օրը ինչ-որ մեկին կարող եք սպասել առավոտյան շուտ կամ նաև ինչ-որ բանի եք սպասելու։ Եվ հիվանդ կամ հիվանդ եք, ինչպես որ ես հիմա լուսինս առուծումը, հուսով եմ մինչև ամսի 24-ը կլավանամ, ամենայն դեպս կամ հիվանդ ունեք, կամ պարկած եք, կամ դուք եք գնում բժշկի, հնարավոր է նաև հղիություն այստեղ կամ ինչ-որ մեկը ծննդաբերում է և գնում եք այնտեղ իր մոտ։ Այսքանը, գնում եք հիվանդանոց, սպասում եք այդ մարդ բժշկին, որպեսզի գա։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին ապրիլի 24-ին։ Հարգելի կույսեր, այդ օրը արթնանում եք կարծես թե մի փոքր դեպրեսիվ կամ ասեմ միայնակ եք ձեզ զգում, ինչ-որ մի բան այնպես չէ։ Նաև այստեղ խոչընդոտներ կան, կարող է դրանից է, կամ այդ խոչընդոտները առաջացել են դեռ ոնց որ 3 եւ արթնացել եք, հիմա մտածում եք, թե ինչպես պետք է դրանք այսօր էլ լուծեք։ Նման ոչ է մի բան է։ Օրվա ընթացքում որոշ գործեր կմղեք առաջ։ Շատ չէ, բայց կկարողանաք ինչ-որ չափով որոշ բաներ մղել առաջ։ Նաև
ճանապարհ եք գնալու այստեղ կամ հիվանդանոց կամ հիվանդանոցից ինչ-որ մեկին եք տուն բերելու, կողը ծննդկան է, իրան եք տուն բերում, ինչ-որ կամ դուք եք գնում հիվանդանոց, բժշկի, նման ոչ է կենտրոն կամ ճանապարհին ուշադիր եղեք, դա եւս քարտերը մի փոքր նաեւ զգուշացնում են ձեզ։ Եվ իհարկե լավ լուր, բարի լուր կարող եք լսել, դա է, հնարավոր է ոմանք իրոք այստեղ գնում են հիվանդանոց, որտեղ երեխա է ծնվել։ Ամենայն դեպս ոմանց մոտ է սա ուղղակի լավ լուր է, բարի լուր ձեզ համար։ Այսքանը ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կշեռքներին։ Ինչ է սպասվում կշեռքներին ապրիլի 24-ին։ Հարգելի կշեռքներ, այդ օրը տան հետ կապված ոչ իրադարձություններ ունեք, հնարավոր է առիթ է, հնարավոր է հենց տան հետ է կապված, կամ ինչ-որ բան եք որոշել անեք, այստեղ բայց ընտանիքի անդամներից ոչ մեկը դեմ է։ Այդ օր ինչ-որ խոչընդոտներ կան ընտանիքի անդամների հետ կապված, զույգերի միջև։ Ոմանց մոտ այստեղ ամուսնության հետ է կապված, ոմանք ամուսնության առաջարկի, ոմանց ինչ-որ մեկի հետ գործարքի հետ կապված է, ինչ-որ մի բան է այստեղ, որ ելք եք փնտրելու, որ այդ խոչընդոտներից ազատվեք, որը կամ ստեղծվել է տանը, ձեր զույգի հետ, կամ տան հետ է կապված, կամ ինչ-որ մի բան է այստեղ։ Հնարավոր է մեկը ինչ-որ բան է ուզում, մյուսը չի ուզում, մեկը ուզում է վաճառել տունը, մյուսը չի ուզում, կամ նման, ոչ մի բան կարող է լինել այստեղ։ Եվ վեճ է դա նաև, հետո վեճ է լինում, դա համար ուշադիր եղեք։ Նաև սա կարող է լինել, ինչ-որ մեկի հետ ուզում եք գործարք կնքել և խոչընդոտներ կան այդ մարդուն տեսնելու հետ կապված, կամ գործարքը կնքելու հետ կապված, կամ ինչ-որ նման ոչ մի բան, այդ ինչ-որ մի բան սկսելու հետ կապված, մեկ ձեզ է հարմար, մեկ իրան է հարմար այդպես, հա, և ոնց որ այդ օրը խոչընդոտներ կան կրկին սկսելու հետ կապված։ Մի խոսքով ելք եք փնտրելու, ամեն մարդ իր գործերն ունի, իր հարցերն ունի ընտանեկան։ Եվ երեկվան արդեն ձեր սիրելի հետ սեղանի շուրջ եք նստելու, կբարիշեք, ամեն ինչ նորմալ կլինի, եթե ինչ-որ տարաձայնություններ կլինեն օրվա մեջ։ Ոմանք կարող են գնալ նաև առաջին ժամադրությունը։ Այսքանը ձեզ համար։ Կամ սիրելի մարդկանցով կլինեք սեղանի շուրջ, կամ ձեզ սիրված կզգաք այդ սեղանի շուրջ նստած, այդ խոսակցությունը, այդ ամեն ինչը ձեզ շատ հոգեհարազատ կլինի, խոսքով հավեսով կանցնի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կարիճներին։ Ինչ է սպասվում կարիճներին ապրիլի 24-ին։
Հարգելի կարիճներ, առավոտյան ինչ-որ մի բան փակ է, ինչ-որ մի բան չի ստացվում, դա ինձ կարող եք բավականին էմոցիոնալ լինել։ Բայց ինչ-որ բաները ձեզ այնց է կախված, եթե ուզենաք կկարողանաք երևի թե որ էմոցիաները դնեք մի կողմի վրա, ճիշտ կաշխատի ուղեղը մարդու եւ կկարողանաք ամեն հարցին լուծում տալ։ Սեղանի շուրջ եք նստելու եւ սեղանի շուրջ նստած ընտանիքի անդամներն են կարծես թե կամ տան հետ կապված ինչ-որ հարցեր կարող եք քննարկել, որը խոչընդոտներ կան, այդ մասին խոսեք, կամ ընտանիքի անդամների հետ կապված ոչ խոչընդոտներ կարող են առաջանալ սեղանի շուրջ նստած, կամ առիթ է, պետք է գնաք առիթին, էլի խոչընդոտներ կան, չեք կարողում գնալ, կամ նաև ձեր տանն է այդ առիթը եւ խոչընդոտներ կան, որպեսզի այդ առիթը ճիշտ կազմակերպեք, այնպես որ ինչպես որ դուք եք ուզում։ Նաև հիվանդանոցի հետ կապված ինչ-որ հարցեր կան։ Ոմանք կգնան հիվանդանոց, ոմանք բժշկի, ոմանք ինչ-որ մեկին տեսնելու, ոմանք իմանալու ինչ-որ մեկը պարկած է կամ գնացել է հիվանդանոց։ Ինչ-որ հարցեր են հիվանդանոցի դեղատան, նաև կողմում եք ուղակի դեղատուն, որպեսզի գնեք այն դեղերը, որոնք որ բժիշկը գրել է նախորդ օրը եւ խմեք։ Եվ ուշադիր եղեք վեճ կա նաև, որովհետև ինչ-որ մի բան փակ է կամ վիճում եք էմոցիաների ազդեցության տակ, հետո ոչ մի բան չեք կարողանում անեք, կամ հետո եք վիճում, որովհետև ոչ մի բան չի ստացվում, հետո սկսում եք վիճել, ձեր էմոցիաները տեղի են տալի, բայց եթե հանգստանաք, կկարողանաք այդ հարցին լուծում տալ։ Միգուցե ընտանիքի անդամներն են, միգուցե տան հետ եք կապված, այդ ամեն ինչը ոնց որ sense էմոցիոնալ, sense դուրս եք հանելու ձեր մեջից։ Համար զգուշացում ունեք ուղղակի։ Հատկապես սա կվերաբերվի այն մարդկանց, ում լուսինն է գտնվում կարիճում։ Այդտեղ քանի կարիճում եմ ասեմ, իհարկե այն կարիճները, ովքեր որ ասցենդենտով են կարիճ, եւ նայում եք ձեզ, հավանականությունը մեծ է, որ դուք կարողանաք գտնել ձեր կյանքում մեծահարուստ ինչ-որ մեկին, բայց նաև շատ մեծ դեր ունի ձեր քարտեզը, թե տվյալ մոլորակը որտեղ է գտնվում, դրա համար ոչ բոլոր ասցենդենտով կարիճների մոտ կարող է դա լինել, բայց հավանականությունը շատ մեծ է, որ դուք կկարողանաք գտնել այնպիսի մեկին, ով որ արդեն ֆինանսապես ապահովված կլինի, կամ գոնե կձգտի ֆինանսների։ Կախված է այդ տան մոլորակը որտեղ է ի վերջո գտնվում, ըստ դրա էլ միգուցե գտնեք դրսում, միգուցե գտնեք ինչ-որ միտեղ, կախված է թե որտեղ է գտնվում ձեր այդ մոլորակը, որտեղ հավանականությունը շատ մեծ է ձեզ համար, որ ասցենդենտով իհարկե կարիճների։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին ապրիլի 24-ին։ Հարգելի աղեղնավորներ, առավոտյան տատանվում եք, ցերեկը տատանվում եք,
օրվա ընթացքում բավականին շատ են մտքերը լինելու, շատ եք տանջվում, շատ եք այսօր կողմ տալիս ձեր ուղեղը, ինչ որ միտեղ ծանոթ հետև եք անում, ինչ որ մի բան, ինչ որ միտեղ էլ այստեղ տատանվում եք, անեմ թե չանեմ, ինչ կլինի եւ այլն, գումար եք ստանալու այդ օրը, կամ նաեւ գումար կարող եք ծախսել, միգուցե հենց այդ տատանվելը դրանից է, սկզբում տատանվում եք գնեք թե չէ, հետո տատանվում եք արժեր արդյոք գնել դա թե ոչ, այդպես, կամ գումարի հետ կապված ինչ անել գումարը, տալ, չտալ, հիմա ծախսել, հետո ծախսել եւ այլն, յուրաքանչյուր բան գումարի հետ կապված։ Եվ օրվա վերջ շատ լավ բարի լուր կարող եք լսել, լավ լուր է բոլորի համար, նաեւ որոշ գործեր, որոշ հարցեր առաջ կգնան, կզարգանան ձեզ մոտ, բիզնեսը եթե ունեք, յուրաքանչյուր բան կարող է դրա մասին եք իմանում, որ ինչ որ բաներ առաջ գնացին։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին ապրիլի 24-ին։ Հարգելի այդ եղջյուրներ, այդ օր մի քիչ ծանր օր է, թեթև նայեք, մատերի արանքով նայեք, կանցնի կգնա։ Ինչ որ գործեր չեք կարող առաջ մղեք, որովհետև հաջողությունը չի ստացվում, փակ է, ինչ որ բաներ չի ստացվում, դրա համար էլ չեք կարողանում գործերը առաջ մղեք։ Ինչ որ մի բանում բախվում եք, որովհետև ինչ որ մի բան չկա, չի ստացվում, ինչ որ մի բանը, որպեսզի հաջողությամբ ավարտեք դա, չգիտեմ ինչ է, բայց այստեղ հաջողությունը փակ է այդ օրը։ Եվ ընդհանուր առմամբ գործերն են փակ, կախված է ոչ թե տղայից, կախված է ոչ թե պետական հիմնարկությունից, միգուցե այդ տղան է աշխատում պետական հիմնարկությունում եւ իրանից ինչ որ բաներ կախված, ինքը չի արել, դրա համար էլ այտենց գործերը կանգնած են, ոչինչ առաջ չի լինում գուցե։ Նաև կարող եք վիճել, կամ առավոտյան եք վիճելու, կամ երեկոյան եք վիճելու, հնարավոր է դրա համար, որ չեք կարող գործերն առաջ մղեք, կարող է նաև այդ տղայի հետ եք վիճում, կամ պետական աշխատողի, կարող է տղան ուրիշ բան է, մեկ այլ հարց է, բայց նաև պետական աշխատողները մեկ այլ հարց, փակ լինելու մեջ կապված են և տղան և պետական աշխատողը, պետական հիմնարկությունը։ Դա կարող է լինել ուսման կենտրոն, դա կարող է լինել բժշկական կենտրոն, յուրաքանչյուր տեղ։ Եվ սեղանի շուրջ եք նստելու։ Այսքանը, համար եմ ասում։ Գործերը առաջ չմղելու օր եմ մատերի արանքով նայեք, դե բնականաբար շատերը այդ օրը չեն կարողանում գործերը առաջ մղել, այսպես թե այնպես փակ է ամեն ինչ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ջրհոսներին։
Ինչ է սպասվում ջրհոսներին ապրիլի 24-ին։ Հարգելի ջրհոսներ, այդ օր առավոտյան հաջողություն ունեք, դռները բաց են, յուրաքանչյուր բան կկարողանաք անել։ Օրվա ընթացքում նաև կարող եք տատանվել, ծանոթ անել ինչ-որ մի բան։ Նաև հաջողություն ունեք այդ օրը, լավ լուր կարող եք լսել, բարի լուր կարող եք լսել։ Նաև գումար կարող եք ծախսել տուն գնել կամ տուն եք վաճառել, գումար է գալիս, վարկով եք վերցնում եւ այլն։ Գումար եք ծախսում տան իրերի համար, տան անդամների վրա եք գումար ծախսում, հա ինչ-որ մի բան է այստեղ կամ գումար է տուն մտնում ընդհանուր, հա, ընտանիքի։ Օրվա վերջ մի փոքր կամ ինչ-որ բան է կանգնած, կամ դուք եք ինչ-որ միտեղ երկար մնալու եւ դրանից նյարդայնանալու եք, սկսելու եք գորգռալ։ Որ ինչ-որ բանի եք սպասում եւ դա այնքան է ձգձգվում, որ նյարդայնանում եք։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Խցանում է հաստատ։ Գնայինք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին ապրիլի 24-ին։ Հարգելի ձկներ, այդ օր առավոտյան մի փոքր տխուր եք։ Կամ միայնակ եք ձեզ զգում, կամ ստրեսային վիճակ է, դեպրեսիվ վիճակ է, ինչ-որ հարցի հետ կապված։ Նաև օրվա ընթացքում մի կողմից ուրախ եք, նաև կարող է ուրախության գորգռոցներ լինեն, այսպես շատ եք ուրախ։ Հնարավոր է նաև գորգռում եք, որ հանգստանում եք, էլի ուրախանում եք, որ վերջապես ասացիք այն ինչ որ ուզում եք։ Բնական է, ձկներինն է դա։
Նաև կարող ես դուք ուրախ եք եւ ինչ-որ մեկը ձեր նյարդերի վրա է ազդում եւ ստիպված եք ուրախության այդ բարձր տրամադրության գցում եք այդ մարդու հետ վիճելու համար, գորգրալու համար։ Ոնց որ ինքը կարողանում է ձեր տրամադրությունը գցել։ Օրվա վերջ ոչ է լուսավոր մի բան տեղի կունենա ձեզ հետ։ Արդեն տրամադրությունը կբարձրանա, կլուսավորվի ինչ-որ մի բան։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։